Անդրանիկ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Սիլոսանին հայ պատգամավորներին է մեղադրել, հայտարարելով, թե նրանք փաստացի դեմ են գնացել պաշտոնական Երևանի դիրքորոշմանը։ Ինչի մասին է խոսքը։ Երևանում եվրապատգամավորների կողմից Եվրանեստում, որը տեղի ունեցավ Հայաստանում, բանաձև է ընդունվել, որում կեղծված է որակվել Վրաստանի անցած տարվա խորհրդարանական ընտրությունները, կառավարող վրացական երազանք կուսակցությունը անվանվել է ինքնահռչակ իշխանություն, Եվրանեստի խորհրդարանական վեաժողովը դատապարտել է Թբիլիսիում խաղաղ բողոքի ակցիաների դաժան ճնշումը, ցուցարարների, լրագրողների, քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները, իշխանություններին կոչ անելով անապահ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ այլն եւ այդպես շարունակ։ Անդրանիկ, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք ձեռնպա են քվեարկել այս փաստաթղթին, իսկ ընդդիմությունը ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։ Ինչու է բողոքում Վրաստանի իշխանությունը եւ որն է այս ամենի նպատակը։ Վրաստանի դիրքորոշումը այս հարցում օբյեկտիվ է։ Մենք այսպես պետք է դիտարկենք, որովհետեւ իսկապես սա ես կարծում եմ անթույլատրելի երևույթ է, երբ որ օտարերկրյա լինեն պետությունները, պետությունների ներկայացուցիչները, պարլամենտի ներկայացուցիչները փորձում են ներխուժել ներքաղաքական հարցերում։ Եթե Եվրամիությունը այդքան վճռորոշ է իր դիրքորոշման մեջ, իր քաղաքականության մեջ այլ երկրների հետ, եւ այդքան վճռորոշ է պահպանել մարդու իրավունքների հարցերը, ժողովրդավարությունը եւ այլն, ապա հարց է առաջանում, շատ օբյեկտիվ հարց է առաջանում, ինչու 2020 թվականից ի վեր, երբ որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, այդ չեմ նշում այն փաստը, որ այդքան մարդկանց ռեպրեսիաների են միջ օրս ենթարկում, այդում նաև հոգևորականներին, Եվրամիությունը ոչ մի դիրքորոշում այս հարցի վերաբերյալ չի հայտնում, ավելին, երբ որ ընդդիմության ներկայացուցիչները փորձում են գնահատականները Եվրամիության անդամ պետությունների ներկայացուցիչների ստանալ, ապա հետևյալ միտք են լսում, որ իրենք իրավունք չունեն ներքաշվել այդ ներքաղաքական հարցերում եւ ամբողջությամբ պաշտպանում են ժողովրդավարությունը, որը արկա է ըստ իրենց Հայաստանում 2018 թվականից։ Սա վկայում է նրա մասին, որ Եվրամիությունը, ինչպես նաև այլ բազմաթիվ պետությունները, խոշոր պետությունների մասին է խոսքը գնում, ունեն իրենց սեփական շահերը եւ երկհարկականությամբ են զբաղված փաստացի, այսինքն երբ որ իրենց շահերից է բխում, իրենք խոսում են դրա մասին։ Երբ որ իրենց շահերից չի բխում, իրենք լռում են եւ նախընտրում են հետեւյալ միտքը արտաբերել, որ իրավունք չունեն ներքաշվել ներքաղաքական հարցերի մեջ։ Իհարկե, այս պարադիգմում, այս համատեքստում անընդունելի է, որ Հայաստանում նմանատիպ որոշում է կայացվել, ընդունվել է նմանատիպ փաստաթուղթ, որովհետև սա հետագայում կարող է բավականին բացասական ազդեցություն ունենալ Երևանի եւ Թբիլիսիի միջև հարաբերություններում, որովհետև ի վերջո այդ փաստաթուղթը ընդունվել է հենց Հայաստանում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները, անկախ նրանից, որ իրենք չեզոք դիրք են զբաղեցրել այդ փաստաթուղթը ընդունելու ժամանակ, իրենք ավելին ի սկզբանե թույլ պետք է չտային, որ նման փաստաթուղթ Հայաստանում ընդունվեր։ Այսինքն ի սկզբանե պետք է նշեին, որ կան բազմաթիվ պատճառներ, որ նմանատիպ փաստաթուղթ չպետք է ընդունվի հենց Երևանում։ Եթե ուզում եք ընդունեք նմանատիպ փաստաթղթեր, խնդրեմ 27 անդամ պետություններ Եվրամիությունում յուրաքանչյուր մայրաքաղաքում կարող եք այդ փաստաթուղթը ընդունել, բայց Երևանը, որը այդքան փոխկապված է Վրաստանի հետ, հատկապես տնտեսական տեսանկյունից, լոգիստիկայի տեսանկյունից, ի վերջո մեր արևտրի 85-90%-ը Վրաստանի միջոցով է, տրանզիտով է իրականացնում, եւ մենք բազմաթիվ արդեն իսկ փորձեր ունեցել ենք, երբ որ մեր հարաբերությունները Վրաստանի հետ վատթարանում են, խնդիրներ են առաջանում, ապա այդ նույն խնդիրները առաջանում են մեր բիզնես ներկայացուցիչների համար, ովքեր անցնում են սահմանը Վրաստանի հետ։ Սա մենք պետք է կանխատեսենք, թույլ չտալով նրա համար, որ այս փաստաթուղթը ընդունվեր առաջին հերթին Հայաստանում եւ հետագայում ինչ-որ բացասական ազդեցություն ունենալ Երևան-Թբիլիսի հարաբերությունների վրա։ Պատահական է արդյոք եվրապատգամավորների կողմից այդ հարցը բարձրացնել, քվեարկել հենց մեր ազգային ժողովում։ Չեմ կարծում, որ պատահական էր, այսինքն իրենք ի սկզբանե հենց դրան պատրաստվում էին։ Խնդիրը սրանում է, որ վստահ եմ հայկական կողմն էլ սրան ծանոթ էր, իշխանությունների մասին է խոսքը գնում, բայց ըստ էության իրենք ոչինչ չարեցին, որ նմանատիպ փաստաթուղթ Հայաստանում չընդունվի։
Իրենք ունեին այդ լիազորությունները, իրենք կարող էին կանխատեսել, իրենք կարող էին ամեն ինչ անել, որ այդ փաստաթուղթը չընդունվեր, բայց այնուամենայնիվ ինչ որ պատճառներով, գուցե որովհետև տարբեր հարցերում իրենք այդքան էլ անկախ չեն, ինչքան դրա մասին բազմաթիվ անգամ խոսում են, եւ այդ կախվածությանը օտարերկրյա ուժերից հանգեցան ցենց նրան, որ իրենք լրացին եւ թույլ տվեցին, որ նմանատիպ փաստաթուղթ ընդունվի Հայաստանի Հանրապետությունում։ Մինչև որտեղ կարող է սրվել իրավիճակը, արդյոք նաև պաշտոնական Թբիլիսին հնարավոր է բողոքի նոտա հղի մեզ։ Չի բացառվում, որ հենց նմանատիպ դիրքորոշում կզբաղեցնի Թբիլիսին, որովհետև մենք տեսնում ենք 2024 թվականի ընտրություններից ի վեր հարաբերությունը Եվրամիության եւ Վրաստանի միջեւ բավականին լարված է եւ շարունակում են այդ լարվածությունը շարունակում է պահպանվել եւ նմանատիպ բազմաթիվ արդեն օրինակներ մենք ունեցել ենք, երբ որ Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիներին, պատգամավորներին, այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներին ուղղակի արգելել են օրինակ մուտք գործել Վրաստանի Հանրապետություն։ Բացի դրանից դեսպաններին հրավիրել են արտգործնախարարություն եւ այնտեղ նոտայի բողոք են ներկայացրել եւ ես չեմ բացառում, որ նմանատիպ օրինակ հիմա էլ կարող է տեղի ունենալ։